Աստծո հիմա չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Պարոն Թորոսյան, Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման պետական աջակցության շրջանակում այսօրվա դրությամբ քանի շահառուստի արդեն ձեռք բերել բնակարան եւ քանի քաղաքացի հրաժարվել կամ փաստացի դուրս մնացել ծրագրից գներին չհամապատասխանելու պատճառով եւ կա պետական հաշվարկ, որ այդ գումարով հնարավոր է բնակարան ձեռք բերել հատկապես երեկոյանում կամ մասնավորները առանց վերացուցիչ վարկային դերերի։ Ես ճիշտն ասած պատասխանել եմ այդ հարցին, դուք չեք լսել։ Եվ թվերի մասով եւ հրաժարվել օրինակ մենք կարող ենք ասել քանի հոգի է դիմել։ Քանի հոգի 4040 հոգի, 4040 հոգի չէ, 4040 ընտանիք, որտեղ ընտանիքին է տրվում հավաստագիրը, արդեն միգուցե մի քանիս ավել, որտեղ դա տարվա վերջի տվյալներն է, դիմել եւ ստացել են հավաստագիր, բայց չէ, դիմել եւ ստացել են հավաստագիր, որը կարող են իրացնել, իսկ իրացրել են 1755-ը, որը ամեն օր փոխվում է եւ ամեն օր ավելանում են այդ քաղաքացիները։ Նրանք հիմնականում բազմանդամ ընտանիք ունեցող քաղաքացիներ, միջին ընտանիքի անդամների թիվը մոտ 5 է, կարող են քաշվել 40 անգամ 5, մոտ 20000 հոգի արդեն ստացել է հավաստագիր։ Բայց կան քաղաքացիներ, որ ասում են տրամադրված գումարով մենք չենք կարողանում մաս կենտրոնելու Երևանում։ Ես պատասխանեցի ախր այդ հարցին։ Ես պատասխանեցի այդ հարցին, որ գումարները հաշվարկված են հաշվի առնելով բազմաթիվ գործոններ եւ նաեւ եթե ցանկություն ունեն այնպիսի համայնքում ձեռք բերել, որտեղ օրինակ 3 միլիոն դրամ է տրվում կամ 4, ապա իրենք կարող են ավելացնել, հավելել կամ վարկ ձևակերպել կամ իրենց եթե ունեն խնայած միջոցներով։ Մենք կարծում ենք, որ այն համայնքներում, որտեղ որ 5 միլիոն է օրինակ, իրանք կարող են 5 միլիոն դրամով ձեռք բերել եւ նաեւ այստեղ կա քաղաքականություն հավասարաչափ համաչափ զարգացման մեր երկրի ու օրինակ Երևանում չէ կենտրոնացման ամեն ինչի, որտեղ որ առանց այդ ամեն ինչ այնքան կենտրոնացած է, որ մարդիկ ուզում են պարզապես գնալ